հայրենակիցներ։ Սերժ Սարգսյանի պաշտպանը չեմ եւ միշտ քննադատել եմ նրան, բայց այսօր Նիկոլ Անհողը ազգային ժողովում փորձեց կրկին շանտաժի ենթարկել Հայաստանի երրորդ նախագահին։ Ուրեմն հայտարարեց, որ հրապարակելու է Սերժ Սարգսյանի նամակներից մեկ ինչ որ երկրի ղեկավարի, իհարկե չմանրամասնելով թե ում է ուղղված եղել այդ նամակը եւ ինչ բովանդակությամբ է։ Բայց լրատվամիջոցներում շատ ակտիվ քննարկում է, որ դա Սերժ Սարգսյանի նամակն է, ինչ որ երկրի ղեկավարի, որտեղ կոնկրետ նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական դիսբալանսի մասին։ Նիկոլ Անհողը փորձում է կրկին դիմել մանիպուլյացիաների եւ կեղծիքների եւ փորձում է հանրությանը ներկայացնել, որ մեր կողմից Արցախյան վերջին եւ նախավերջին պատերազմներում խայտարակ պարտությունը պայմանավորված էր իբր թե Արցախյան հարցից ծագումից հետո, այսինքն 88-ից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստեղծված ռազմական դիսբալանսի մասին։ Ուրեմն նշեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական դիսբալանսը միշտ էլ եղել է։ Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը մի քանի անգամ ավելի զենք եւ զինամթերք է ունեցել, մի քանի անգամ ավելի զինվոր եւ սպայական անձնակազմ է ունեցել։ Արցախյան առաջին պատերազմում, որտեղ Ադրբեջանը պարտվել է, Ադրբեջանը ահռելի քանակությամբ ահաբեկիչների եւ վարձկանների է օգտագործել, օրինակ աֆղանական թալիբների, բայց պարտություն է կրել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, հարգելի հայրենակիցներ, միշտ իր ռազմական դիսբալանսը Ադրբեջանի հետ փորձել է լրացնել բավական հետաքրքիր մեթոդներով։ Օրինակ 1996 թվականին Հայաստանը նվեր էր ստացել մոտավորապես 1 միլիարդ ամերիկյան դոլարի զենք եւ զինամթերք Ռուսաստանի Դաշնությունից, որը Ռուսաստանում անվանվում է որպես Armenkate, իսկ այդ մասին տեղեկությունները ժամանակին բացահայտել էր ռուս գեներալ ադրբեջանամետ Լև Ռոխլինը։ Իդեպ նաև նշեմ, որ Լև Ռոխլինի սպանությունը շատ ռուս քաղաքագետներ եւ վերլուծաբաններ կապում են հենց այս բացահայտումների հետ։ Այնպես որ Նիկոլ Անհողի բոլոր տգետ եւ անասնական փորձերը ներկայացնելու թե հայկական բանակը շատ վատ է զինված եղել եւ մեր պարտության պատճառներից մեկը եւ ամենակարևորը դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դիսբալանսն է, ուղղակի ծիծաղելի է։ Ընդամենը պետք է որ Նիկոլ Անհողը պատասխանի Ադրբեջանի բռնապետի հետեւյալ հարցադրմանը, որտեղից Հայաստանի Հանրապետությանը այդքան զենք եւ զինամթերք, որ Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ մենք, այսինքն Ադրբեջանի նախագահն է իրենց անվանում մենք, ոչնչացրել ենք 4.8 միլիարդ դոլարի զենք կամ վերցրել ենք որպես ավար։ Այդ տեղեկությունը հրապարակված է եւ ադրբեջանական եւ թուրքական մամուլում 2020 թվականի դեկտեմբերի 5-ի տվյալներով։ Կարող եք բացել եւ ստուգել։ Նիկոլ Անհողը եւ իր դավաճանաբով մակի ոչ մի ներկայացուցիչ մինչեւ հիմա չեն պատասխանում Ադրբեջանի բռնապետին։ Իսկ գիտեք ինչի չեն պատասխանում հարգելի հայրենակիցներ, որտեղ գիտեն, որ Ադրբեջանի բռնապետը շատ արագ փաստեր կներկայացնի, թե ինչ ծևի են այդ զենքերը հայտնվել իրենց մոտ։ Այդ թվում նաև այսպես կոչված Ջաբրայիլի պահեստի զենք եւ զինամթերքը, որի տեսանյութերը շատ արագ եւ ադրբեջանցիները եւ հայերը հեռացրեցին TikTok-ում պատերազմից անմիջապես հետո, չգիտես ինչի։ Ամեն դեպքում, այնպես որ ռազմական դիսբալանսի մասին խոսացողները թող նաև հիշեն, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ զինվել է ոչ պետական միջոցներով, այդ թվում նաև նվիրատվություն առած զենք եւ զինամթերքով, որովհետեւ բոլոր առումներով, հարգելի հայրենակիցներ, մենք չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնենք Ադրբեջանի հետ եւ կարողանանք մեր պետական բյուջեից ահռելի գումարներ Ուրեմն ծախսենք, իդեպ չմոռանամ նաև հիշեցնել, որ ադրբեջանական կողմը նաև հայտարարում էր, որ 2023 թվականին 1-ից մինչև 1.5 միլիարդ դոլարի զենք է ստացել Արցախից, երբ որ Արցախը հայաթափվեց։ Դրա հեղինակն էլ է իհարկե Նիկոլ Անհողը։ Այնպես որ լավ կլինի կապիտուլյանտ ոչնչությունը մի հատ նշի, թե օրինակ 2018 թվականին իշխանության գալուց հետո ինչի էր չեղարկել զենք գնելու ծրագիրը եւ չեղարկել էր մոտ 1000 ԱԹՍ-ների գնելու ծրագիրը։ Ասի թե օրինակ Մետաղա Ջարտոն Սու 30 SM ինքնաթիռների ինչի համար բերեց շպրտեց Գյումրիի ռազմական օդանավակայանում, երբ որ այդ ինքնաթիռները հրթիռ չունեին։ Անուն էր դնում հին զինատեսակների, պարզվեց 70-ական թվականների ասա
հոբ համակարգեր էր գնել Հորդանանից եւ մեծ պատերազմից առաջ 44-օրյա պատերազմից առաջ հայտարարում էր, որ մեր օդը ամբողջությամբ պաշտպանված է, ինչպես նաեւ նմանատիպ զառանցանքներով էր հանդես գալիս Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տականք Արայիկ Հարությունյանը։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, մենք լավ էլ զենք ենք ունեցել, շատ զենք ենք ունեցել։ Եթե այդքան զենք չունենայինք, այդքան չէինք պաշտպանվի, գումարած դրան էլ Ադրբեջանի նախագահան չէր կարող լուն ուղտ սարքել, իսկ Նիկոլի նման վախկոտն էլ, եթե դա սուտ լիներ, հաստատ կարձագանք էր։ Էլի եմ կրկնում, երբես Նիկոլ անհող, դու պարզաբանելու թե 4.8 միլիարդ դոլարի զենքը Ադրբեջանը ինչպես է ոչնչացրել կամ վերցրել մեզանից որպես ավարտ ընդամենը 44 օրյա պատերազմի ժամանակ։